Վարժություն 380 Գտնենք ուղղանկյան մակերեսը, եթե կողմերի երկարություններն են։ A օրինակը 2 սմ և 15 սմ։ Գծենք մի փոքր ուղղանկյուն, պարզապես նշելով ուղղանկյան երկարությունը և լայնությունը։ Երկարությունը 15 սմ նշենք և լայնությունը 2 սմ։ Հիմա հաշվենք մակերեսը։ Մենք գիտենք, որ մակերեսը հավասար է ուղղանկյան մակերեսը երկարության և լայնության արտադրյալին 15 անգամ 2 հավասար է 30 փակագծերում սանտիմետր քառակուսի։ Ինչպես տեսնում ենք, մեզ մոտ չափման միավորները նույնն են սանտիմետր, սանտիմետր և մենք բազմապատկեցինք և մակերեսի չափման միավորն է այստեղ սանտիմետր քառակուսի։ B օրինակը լուծենք, կրկին գծենք ուղղանկյուն, նշենք երկարությունը և լայնությունը 18 մետր, 3 մետր և հաշվենք մակերեսը։ Ինչպես տեսնում ենք, այստեղ ունենք չափման միավորը մետր, մետր։ Այսպիսով կարող ենք միանգամից բազմապատկել 18 անգամ 3 հավասար է 54 փակագծերում մետր քառակուսի։ G օրինակը այստեղ ինչպես տեսնում ենք, արդեն ունենք 4 դեցիմետր և 10 սանտիմետր։ 4 դեցիմետրը դա 40 սանտիմետրն է, կամ 10 սանտիմետրը կարող ենք դարձնել 1 դեցիմետր։ Ուրեմն կգրենք լայնությունը 1 դեցիմետր, երկարությունը 4 դեցիմետր։ Հիմա մենք ունենք նույն չափման միավորները և կարող ենք հաշվել ուղղանկյան մակերեսը։ S-ը հավասար է 4 անգամ 1 հավասար է 4 փակագծերում դեցիմետր քառակուսի։ Մյուս օրինակը գրենք, այստեղ ունենք 12 մետր և 3 սանտիմետր։ 3 սանտիմետրը մետր չենք կարող դարձնել, դրա համար 12 մետրը կդարձնենք սանտիմետր։ Ինչպես գիտենք, 1 մետրը հավասար է 100 սանտիմետր, 12 մետրը հավասար է 1200 սանտիմետր։ Ուրեմն ունենք այստեղ 1200 սանտիմետր երկարությունը և 3 սանտիմետր լայնությունը։ Հաշվենք ուղղանկյան մակերեսը։ S-ը հավասար է 1200 անգամ 3 հավասար է 3600 սանտիմետր քառակուսի։ Հիմա մակերեսի միջափման միավորից անցնենք մյուսին։ A օրինակը մենք ունենք 8 սանտիմետր քառակուսի և պետք է 8 սանտիմետր քառակուսին արտահայտենք քառակուսի միլիմետրերով։ Դրա համար 8 սանտիմետր քառակուսին գրենք այնպիսի տեսքով, որպեսզի կարողանանք հեշտությամբ դարձնել միլիմետր քառակուսի։ 8-ը գրենք 2 անգամ 4 արտադրյալի տեսքով և սանտիմետր քառակուսին սանտիմետր անգամ սանտիմետր, այսինքն կունենանք 4 սանտիմետր անգամ 2 սանտիմետր, այսինքն 4 անգամ 2 հավասար է 8-ի, սանտիմետր անգամ սանտիմետր հավասար է սանտիմետր քառակուսի։ Նման կերպով կարող էինք գրել 8 սանտիմետր անգամ 1 սանտիմետր, տարբերություն չկա։ Հիմա 4 սանտիմետրը դարձնենք միլիմետր, 4 սանտիմետրը հավասար է 40 միլիմետրի։
անգամ 2 սանտիմետրը հավասար է 20 մմ-ի։ Հավասար է 40 անգամ 20, 4 անգամ 2 հավասար է 8-ի, 2 զրոն ավելացնենք, միլիմետր անգամ միլիմետր հավասար է միլիմետր քառակուսի։ Այսինքն մենք 8 սանտիմետր քառակուսին ստացանք հավասար է 800 մմ քառակուսի։ Հիմա լուծենք մյուսը։ Մյուս օրինակը 24 սանտիմետր քառակուսի։ 24 սանտիմետր քառակուսին միլիմետր քառակուսի դարձնելու համար եկեք սա էլ այսպես գրենք 24 սանտիմետր անգամ 1 սանտիմետր։ 24 անգամ 1 24 սանտիմետր անգամ սանտիմետր սանտիմետր քառակուսի, այսինքն նույն բանն ենք գրել 24 սանտիմետր քառակուսի, ուղղակի արտադրյալի տեսքով։ Հիմա 24 սանտիմետրը դարձնում ենք միլիմետր, 1 զրոն կավելանա, կստացվի 240 մմ և 1 սանտիմետրը 10 մմ։ Հավասար է 2400 մմ քառակուսի։ Հիմա հաջորդը 9 դեցիմետր քառակուսին դարձնենք քառակուսի սանտիմետր։ 9 դեցիմետր քառակուսին գրենք այսպես. 9 դեցիմետր անգամ 1 դեցիմետր և այստեղ 9 դեցիմետրը սանտիմետրով ենք արտահայտելու 90 սանտիմետր, 1 դեցիմետրը 10 սանտիմետր։ Հավասար է 900 սանտիմետր քառակուսի։ Հաջորդ օրինակը 10 դեցիմետր քառակուսին է։ 10 դեցիմետր անգամ 1 դեցիմետր։ 10 դեցիմետրը 100 սանտիմետր է և 1 դեցիմետրը 10 սանտիմետր է։ Հավասար է 1000 սանտիմետր քառակուսի։ Խնդիր 384։ Քառակուսու կողմը 20 սանտիմետր է։ Գտեք քառակուսու մակերեսը և արտահայտեք քառակուսի դեցիմետրերով։ Գծենք քառակուսի, կողմը 20 սանտիմետր է, քառակուսու բոլոր կողմերը հավասար են, այստեղ էլ գրենք 20 սանտիմետր և հաշվենք մակերեսը։ Քառակուսու մակերեսը մենք գիտենք, որ հավասար է երկու կողմերի արտադրյալին, 20 անգամ 20։ Հավասար է 400 սանտիմետր քառակուսի։ Այժմ պետք է 400 սանտիմետր քառակուսին դարձնենք դեցիմետր քառակուսի։ Ինչպես դարձնենք 400 սանտիմետր քառակուսին դեցիմետր քառակուսի։ Դրա համար 400-ը ներկայացնենք օրինակ 20 սանտիմետր անգամ 20 սանտիմետր։ Մենք կարող ենք սկզբում 20 սանտիմետրը դարձնել դեցիմետր, հետո նոր հաշվել մակերեսը։ Հիմա այսպես կանենք, 20 սանտիմետրը հավասար է 2 դեցիմետր, 20 սանտիմետրը հավասար է 2 դեցիմետր։ 2 դեցիմետր անգամ 2 դեցիմետր հավասար է 4 դեցիմետր քառակուսի։ Մենք կարող ենք սկզբում 20 սանտիմետրը դարձնել 2 դեցիմետր, այս 20 սանտիմետրը 2 դեցիմետր և կստանայինք նույն պատասխանը հաշվելով մակերեսը։ Պարզապես քանի որ մեզ տրված էր գտեք քառակուսու մակերեսը և արտահայտեք քառակուսի դեցիմետրերով, դրա համար մենք սկզբում սանտիմետրով հաշվեցինք, ստացանք սանտիմետր քառակուսի, հետո դարձրեցինք դեցիմետր քառակուսի։ Երկու տարբերակն էլ ճիշտ է, պարզապես մենք շարժվեցինք
խնդրի պահանջների հերթականությամբ։